Վախենում ես։ Ինչի չես գալիս վարչապետիս հետ բանավեճի, հն? Որովհետև վախենում ես, ճիշտ է, չէ։ Դու վախեցար նույնիսկ 2021 թվականին, երբ որ ընտրություններում ընդդիմադիր դարձար, չեկար ազգային ժողով, կրկին վախեցար, դու վախենում ես, այո, դու մահ ու չափ, վախենում ես մեր ժողովրդից, մեր վարչապետից, բոլորիցս դու վախենում ես։ Եթե մենակ վախենում էիր գալ, հետդ Սերժ Սարգսյանին կբերեիր, Սամվել Կարապետյանին կբերեիր, մնացածին կբերեիր, որ չվախենայիր։ Նիկոլ Փաշինյանս քանի անգամ ասեց արի բանավեճի, դու չեկար։ 2020 թվականին ես տեսանյութեր էի հրապարակում, ասում էի պատերազմ ա, եկեք բոլորդ հավաքվեք մի սեղանի շուրջ, մեջք-մեջքի տանք, փրկենք այն ինչ այս պահին կա։ Երեխա էի, շատ բաներ չէի հասկանում։ Հիմա աչքերս բացվեց, շատ բան տեսա։ Վախենում ես դու այս իշխանությանն ես անուն կպցնում, բայց քեզնից մեծ վտանգ ես երկրի համար չկա։ Սիրելի հայրենակիցներ, սիրելի ժողովուրդ, 2026 թվականի հունիսի 7-ին միայն ու միայն ձեր վստահության քվեն տալիս եք քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, որովհետև իրանց ձևով Բարգավաճ Հայաստան, Հայաստան Դաշինք, յուրաքանչյուր կուսակցություն պատկանում է Ռոբերտ Քոչարյանին, նույնիսկ եթե օրենքով այնտեղ այլ անձիկ են այդտեղ ղեկավարում, ապա իրականը այն է, որ բոլորը իրենց քվեն տալու են վերջնական արդյունքում Հայաստան Դաշինքին, որպեսզի իշխանության կրկին բերեն իրեն, բայց չի տեսնի ինքը իշխանության։ Աստված պահապան լինի հայ ազգիս, կեցե Հայաստանի Հանրապետությունը, կեցենք մենք, կեցե քաղաքացիական պայմանագիրը և Նիկոլ վարչապետ։